Բարև ձեզ։ Քանի որ պարոն Զաքարյանը եկավ, քննարկում ենք ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից ներկայացված խաղային գործունեության կարգավորման մասին օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին, վիճակախաղերի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ, ինչը պարոն Սարգսյանը ներկայացնի, ես հիշեցնեմ, որ այս փաթեթի հետ կապված մենք ահագին մանրամասն քննարկումներ ենք ունեցել, որոշ դիտարկումներ ունեին կառավարության մեր գործընկերները, նաև ոլորտի ներկայացուցիչները, մենք հանդիպել ենք եւ ոլորտի ընկերությունների հետ եւ կառավարության գործընկերների հետ ենք քննարկել եւ ինչքանով ես գիտեմ, չնայած զեկուցողը ավելի մանրամասն կներկայացնեն, այս պայմանությամբ նախագծերի փաթեթը վերջնական կոնսենսուսի բերված է, այսինքն առաջարկների մասով ու դիտարկումների մասով տարընթերցումներ, տարաձայնություններ չկան, հիմա Պարոն Սարգսյան, խնդրենք նախ համառոտ ներկայացնեք ինչի մասին է նախագիծը, մեկ էլ այդ փոփոխությունները, որոնք որ կատարվել են առաջին։ Շնորհակալ եմ, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, նախագծով առաջարկում մի շարք սահմանափակումներ մտցնել, որպեսզի մի շարք քաղաքացիներ եւ մի շարք պաշտոն զբաղեցնող անձինք չկարողանան մասնակցել խաղային գործունեությանը, այսինքն խաղալ ինտերնետ շահումով խաղեր կամ վիճակախաղեր։ Այսպիսով առաջինից երկրորդ ընթերցում մի քանի լրացում ենք արել, դրանց անդրադառնամ, մասնավորապես արգելք ենք սահմանել նաև 70 տարին լրացած քաղաքացիների համար շահումով խաղերին մասնակցելու, մինչև այդ արգելք կար մինչև 21 տարեկան լրանալի անձանց մասով, նաև վերևից ենք շնորհել, որպեսզի 70 տարին լրացած անձինք չկարողանան բարձր ռիսկային խաղերին մասնակցել եւ նաև մի շարք սահմանափակումներ ենք մտցրել պաշտոն զբաղեցնող անձանց մասով, ովքեր ֆինանսավորումը պետական կամ համայնքային բյուջեներից է տրամադրվում, մասնավորապես արգելվում է օրենքներով նախատեսված խաղերին մասնակցությունը այն անձանց, ովքեր պետական ծառայության, համայնքային ծառայության եւ հանրային պաշտոն զբաղեցնող անձինք են, հանրային իշխանության մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող անձինք են, պետական եւ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում աշխատող անձինք են, պետության կողմից հիմնադրված հիմնարկներում աշխատող անձինք են, 50% եւ ավել պետական մասնակցությամբ ընկերությունների աշխատակիցներ են, կենտրոնական բանկի աշխատակիցներ են եւ այլն։ Այս անձանց մասով նույնպես սահմանափակումներ ենք մտցրել եւ նաեւ հստակեցրել ենք, թե ինչպես պետք է աշխատի ինքնաարգելափակման կոճակը, մասնավորապես հստակությունների մտցնելու անհրաժեշտությունը գալիս է նրանից, որպեսզի խաղային ընկերությունները չփորձեն օգտվել օրենքի բացից եւ խուսափել օրենքի տառի կատարմանը, գնելով օրենքի տառի հետևից, մասնավորապես նշվում է, որ խաղային ինտերակտիվ հարթակներով քաղաքացու կողմից ինքնաարգելափակման միջոցը կոճակը կիրառելու դեպքում սույն հոդվածով առաջին մասով սահմանված դիմումը համարվում է ներկայացված եւ նաեւ բացում ենք, թե դա ինչպես պետք է տեղի ունենա։ Խաղային ինտերակտիվ հարթակում կազմակերպիչը պարտավոր է իր ինտերնետային կայքի եւ բջջային հավելվածի յուրաքանչյուր էջում ապահովել ինքնաարգելափակում անվանմամբ ինքնաարգելափակման միջոցի կոճակի մշտական անմիջապես տեսանելի եւ հասանելի առկայությունը, այսինքն որպեսզի բոլոր էջերի վրա տեսանելի լինի այդ ինքնաարգելափակման կոճակը եւ վրան գրած լինի ինքնաարգելափակում բառը։ Ինքնաարգելափակման միջոցը կոճակը պետք է զբաղեցնի տվյալ էջի տեսանելի հատվածի առնվազն 5%-ը կամ համապատասխանի Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված չափանիշներին եւ տեղադրվի այնպես, որ այն մշտապես տեսանելի լինի առանց հավելյալ որոնման, էջափոխման կամ այլ գործողությունների անհրաժեշտության։ Այսինքն օրենքով սահմանում ենք, որ էջի 5%-ը պետք է զբաղեցնի եւ հավելյալ որոնման կարիք չլինի, այսինքն դա մշտապես լինի տեսանելի եւ հասանելի մեր քաղաքացիների համար։ Ինքնաարգելափակման միջոցի կոճակի անմիջական հարևանությամբ պարտադիր ցուցադրվում է օպերատորի միասնական համակարգում տվյալ պահին գրանցված ինքնաարգելափակված անձանց ընդհանուր թիվը, այսինքն պետք է լայավ ինքնաարգելափակման կոճակի հարևանությամբ լինի հաշվիչ, որտեղ գրված կլինի, թե քանի քաղաքացի է ինքնաարգելափակման միջոցից օգտվել։ Այսինքն սա եւ
մոտիվացիայի համար է, որովհետեւ մեկ քաղաքացիները տեսնեն օրինակ հազարավոր քաղաքացիներ արդեն ինքնաարգելափակվել են եւ իրանք էլ դիմեն այդ քայլին եւ նաեւ օրենսդրական եւ հետօրենսդրական վերահսկողության համար է սա, որովհետեւ քաղաքացիները սխմեն, տեսնենք թիվը ավելանում է, թե ոչ։ Ինքնաարգելափակման միջոց կոճակ ակտիվացնելուց հետո կազմակերպիչը պարտավոր է անձին ցուցադրել բացառապես մեկ հաստատման պատոհան հետեւյալ բովանդակությամբ, որպեսզի օպերատորը ինքնաարգելափակման կոճակի սխմելուց հետո բազմաթիվ հարցեր չտա քաղաքացուն, հստակ նշել եմ, թե ինչ հարց պետք է տա։ Հարցը հետեւյալն է, որը պետք է երևա ինքնաարգելափակման կոճակին սխմելուց հետո։ Դուք հաստատում եք, որ ցանկանում եք ինքնաարգելափակվել ձեր խաղերին մասնակցելու իրավունքը։ Հաստատման պատոհանը պետք է պարունակի բացառապես հետևյալ երկու պատոհանները, ընտրությունները։ Առաջին հաստատում եմ, երկրորդ չեմ հաստատում։ Անձի կողմից հաստատում եմ ընտրությունը կատարելու պահից ինքնաարգելափակման դիմում համարվում է ներկայացված եւ ընդունված, իսկ կազմակերպիչը պարտավոր է անհապաղ, սակայն ոչ ուշ քան 1 րոպեի ընթացքում դադարեցնել անձի մասնակցությունը խաղերին եւ ապահովել ինքնաարգելափակման գործարկումը։ Այսինքն տալիս ենք սեղմ ժամանակ, որի ընթացքում պետք է արդեն ինքնաարգելափակումը գործի։ Անձի կողմից հաստատում եմ ընտրությունից հետո կազմակերպչին արգելվում է պահանջել լրացուցիչ փաստաթուղթեր, լուսանկարներ, տեսագրություններ կամ այլ տեղեկություններ բացառությամբ օրենքով պարտադիր ներկայացման նույնականացման տվյալների, որոնք առկա չեն։ Այսինքն, երբ մարդ սխմի հաստատում եմ, օնլայն կազինոն իրավունք չունի նրանից փաստաթղթեր պահանջի, լուսանկար պահանջի կամ այլ նյութեր պահանջի եւ պետք է կիրառի ինքնաարգելափակման միջոցը։ Եվ նաև սահմանում ենք թե ինչ իրավունք ունի օպերատորը անել ինքնաարգելափակման միջոցը կիրառելուց հետո։ Սահմանել սպասման ժամանակահատված, հետաձգում մտածելու ժամանակ կամ այլ ժամանակային սահմանափակումներ։ Այսինքն, երբ մարդ ինքնաարգելափակվի, օնլայն կազինոն կամ բուքմեյքերական ընկերությունը իրավունք չունի ասել քեզ ժամանակ եմ տալիս գնա մտածի կամ խնդրում եմ վաղը նույն դիմումը ներկայացրու, այսինքն սահմանում ենք, որ մտածելու ժամանակ կամ այլ ժամանակային սահմանափակումների սպասման ժամկետի հետաձգման հնարավորություն չի լինելու։ Բացառել լրացուցիչ պատոհաններ կամ պահանջել լրացուցիչ հաստատումներ։ Ցուցադրել գովազդային նյութեր, բոնուսներ, խրախուսող առաջարկներ կամ այլ բովանդակություն, որոնք կարող են ազդել անձի որոշման վրա։ Այսինքն, երբ մարդ ինքնաարգելափակվի, կազինոն իրավունք չունի նրան առաջարկել բոնուս, օրինակ ասենք մի ինքնաարգելափակվի, քեզ բոնուս կտամ կամ քեշբեք կտամ այլ ձևով նրան շահագրգռի։ Կատարել ցանկացած գործողություն կամ անգործություն, որի նպատակը կամ հետևանքը կարող է լինել ինքնաարգելափակման գործընթացի դժվարացումը, հետաձգումը կամ խոչընդոտումը, եւ 5-րդ անձին ինքնաարգելափակման միջոց կիրառելուց հետո ուղղակի կամ անուղղակի կերպով ցանկացած եղանակով ուղարկել գովազդային, խրախուսող, բոնուսային կամ խաղերի մասնակցությունը խթանելուն ուղղված առաջարկներ, հաղորդագրություններ կամ այլ տեղեկատվություն, ներառյալ հեռախոսազանգերի, կարճ հաղորդագրությունների, SMS-ների, էլեկտրոնային փոստի, փուշ ծանոթությունների, սոցիալական ցանցերի կամ այլ կապի միջոցներով։ Այսինքն, երբ մարդ ինքնաարգելափակվի, ընկերությունները իրավունք չունեն նրան որևէ եղանակով շահագրգռել, որպեսզի նա այլ անձի անունով կամ այլ կերպ փորձի վերականգնել իր խաղերի մասնակցելու իրավունքը։ Եվ եւս մեկ կետ ինքնաարգելափակման միջոցը կոճակը կիրառելուց հետո կազմակերպիչը պարտավոր է դիմումը, ներառյալ դիմողի անունը, ազգանունը, հայրանունը, հանրային ծառայության համարանիշը եւ դիմումի ներկայացման օրն ու ժամը անապահ փոխանցել օպերատորին, իսկ մինչեւ օպերատորի գործարկման մեկնարկը լիազոր մարմին։ Այսինքն մեզ պետք է որպեսզի այս խաղային ընկերությունը որտեղ ինքնաարգելափակվի քաղաքացին, տվյալները փոխանցի պետական մարմիններին, որպեսզի դրանք փոխանցվեն մյուս 3 խաղային օպերատորներին, որպեսզի նրանք նույնպես արգելափակեն տվյալ անձի մասնակցությունը խաղերին։ Դերևս սրանք են հիմնական փոփոխությունները եւ մի շարք այլ առաջարկներ կառավարությունը ներկայացրել է, որոնք ես ընդունել եմ բոլորը եւ խնդրում եմ առաջարկում կողմ քվեարկել։ Շնորհակալ եմ, եթե կան հարցեր, սիրով կպատասխանեմ։ Շատ լավ, շնորհակալություն։